Պայթյուն է եղել Աբովյանի Սարալանջի փողոցի գազալցակայանում առավոտյան ժամը 8-ին։ Նախնական տեղեկությամբ աշխատակիցը զգացել է գազի արտահոս եւ վառած ծխախոտով փորձել է ստուգում կատարել ու այդ պահին տեղի ունեցել պայթյունը։ Աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տուժածի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է։ News-am-ին հայտնել է այրվածքաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչը։ Հայաստանի վարչապետը Հովհաննավանքում կիրակնօրյա պատարագի է մասնակցել 3 կարգալույց հոգևորականների հետ։ Պատարագը մատուցել է կարգալույց Ստեփան Ասատրյանը։ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական արշավ սկսելուց հետո առաջին անգամ հենց Հովհաննավանք էր գնացել պատարագի 2025-ի հոկտեմբերին։ Վենեսուելայի նախագահին ԱՄՆ ուժայինները տեղափոխել են Բրուքլինի բանտ։ Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը ուղիղ եթերում հետևում Մադուրոյի ձերբակալությանը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են գերեվարված նախագահին նավով Նյու Յորք տեղափոխում։ Դաշնային գործակալները Մադուրոյին ձեռնաշղթաներով եւ սանդալներով ուղեկցել են Նյու Յորքի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք, ապա տարել մեկուսարան։ Ամերիկյան զորքերը չեն գտնվի Վենեսուելայի տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կանի այն, ինչ մենք ուզում ենք։ The New York Post-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք շատ անգամներ ենք խոսել նրա հետ եւ նա հասկանում է, հավելել է նախագահը։ Ավելի ուշ Ռոդրիգեսը Վենեսուելայի սահմանադրության համաձայն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնակատար։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել նախագահ Մադուրոյին եւ նրա կնոջը ու ապահովել նրանց անձնական անվտանգությունը, ասվում է երկրի արտգործնախարարության հայտարարությունում։ Նրանք հորդորում են դադարեցնել Վենեսուելայում քաղաքական իշխանությունը խաթարելու փորձերը եւ հարցերը լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով։ Չինաստանի արտգործնախարարությունում ընդգծել են, որ ԱՄՆ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, ինչպես նաև հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին։ Տարբեր աղբյուրների տվյալներով Միացյալ Նահանգների ռազմական հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 40 մարդ։ Վենեսուելայի ճակատագրին կարող են արժանանալ Իրանը, Կուբան եւ Գրենլանդիան, նշում է The Guardian-ի հոդվածագիրը, հիշեցնելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները։ Թրամփը ասել էր, որ աջակցում է Իրանում բողոքի ցույցերը եւ առաջարկել էր ուժային գործողություններ ձեռնարկել Գրենլանդիայում։ Թրամփը երեկ խոսել է Կուբայի մասին, ակնարկելով, որ հաջորդը հենց նա է ԱՄՆ թիրախում։